Բարև ձեզ, եթերում հեռանկարն է և մեր հյուրն է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը, մենք փորձենք ամփոփել անցնող շաբաթ եւ խոսենք կարևոր քաղաքական իրադարձություններից, բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Կարևոր իրադարձություններից են նախ Ռուսաստանի արտգործնախարարի հայցը, Իրանի պաշտպանության նախարարի հայցը, Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, նաև Թուրքիայի խորհրդի հայտարարությունը, բայց սկսենք Լավրովից քաղաքագիտական, փորձագիտական շրջանակներում կարծում եմ բոլոր արդեն վերլուծել են, կարծիքները շատ են, տարբեր են, ոմանք ասում են, որ Լավրովը եկել էր Հայաստան ճնշում գործադրելու եւ դա հաջողվեց կամ որոշակիորեն հաջողվեց, մյուսներն ասում են, որ հայկական կողմը դիրքորոշումներում բավականին սկզբունքային է եղել, մի խոսքով ձեր կարծիքը ինչպիսին է, ինչի համար էր եկել Լավրովը Հայաստան եւ ինչ տարավ Հայաստանից։ Ես կարծում եմ, որ իրադարձությունները անշուշտ կարևոր են, սակայն ցանկացած իրադարձություն վերլուծելիս անհրաժեշտ է այն դիտարկել համապարփակային գործընթացների մեջ, որոնք որ ընթանում են, որում խնդիրը ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների մասն է, այլ Ռուսաստանի Դաշնության վարած արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխություններին առհասարակ։ 2022 թվականից Ռուսաստանի Դաշնությունը մեկ ուղղություն ուներ հիմնական եւ իր ամբողջ ջանքերը գործադրվում էին այդ մեկ ուղղությամբ ուկրաինական պատերազմի եւ դրանից ելնելով դիվանագիտական քայլերի ուղղությամբ։ Ընդ որում այստեղ գաղտնիք չէ եւ մեծ նորություն չէ, որ այդ շրջանակներում անտեսվում են երկրորդային էին համարվում այլ ուղղություններում, այլ տարածաշրջաններում Ռուսաստանի երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններ եւ հայ-ռուսական հարաբերությունները այստեղ բացառություն չէր։ Այդ հարաբերությունները զարգանում էին տնտեսապես, հաշվի առնելով այն պատժամիջոցները, որոնք կիրառում էին Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, դրանից ելնելով նաեւ հայ տնտեսվարողների եւ ռուս տնտեսվարողների համագործակցություններ խորանում, իր հետ բերելով նոր եկամուտների մեծացում հայ-ռուսական հարաբերություններում, սակայն դրանից անդին դիվանագիտական քաղաքական հարաբերությունների մեջ որոշ ժամանակաշրջան առկա էր ճգնաժամ։ Այժմ երևում է, որ այս ճգնաժամը աստիճանաբար հաղթահարվում է եւ այստեղ գոյություն ունի հայ-ռուսական հարաբերությունների որոշակի նորմալացում։ Ես դա դիտարկում եմ ոչ միայն Լավրովի այցով, այլ դրան նախորդած օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայությամբ մայիսի 9-ի հաղթանակի շքերթին Մոսկվայում։ Այստեղ եւս որոշակի միտումների մասին էր խոսում, այդ դրական փոփոխությունների մասին, որոնք որ առկա են։ Այդ նորմալացումը երկու հարաբերությունների դրսևորում էր նաև երկու արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ, երբ երկու արտգործնախարարները թվարկում էին այն ուղղությունները, որոնց մասին երկու գերատեսչությունների ղեկավարները խոսել են, որում այստեղ թե օրինակ հայկական կողմի համար որոշակի ցավալի նյուանսներ էին քննարկվել, օրինակ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ միակողմանի հայտարարությունները եւ այլն։ Եվ այստեղ որոշակի նորմալացման գործընթաց կա։ Ինչ է նշանակում նորմալացումը։ Դա առաջերտին մենք այդ նորմալացման տակ ուզում ենք տեսնել անվտանգության ինչ-որ երաշխիքներ, հա։ Առաջին հերթին նկատի ունեմ դիվանագիտական հարաբերությունների նորմալացումը, որովհետեւ վերջին տարիների ընթացքում ամենայն դեպս տպավորությունը այնպիսին է, որ այդ հարաբերությունները ավելի շատ հրապարակային էին, քան կուլիսային։ Այսինքն երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները ավելի շատ բանավիճում էին հրապարակայինորեն, քան թե փակ դռների ետևում, ինչպես որ ընդունված է դիվանագիտական աշխարհում բանավիճելը, եւ այստեղ այս հանդիպումը վկայում էր այս տեսանկյունից դիվանագիտական հարաբերությունների նորմալացման մասին, ընդ որում ոչ միայն այս հայտարարությունը, այլև որ երկու գերատեսչությունների միջև կապերը եւ հանդիպումները պետք է ակտիվանան մի շարք ոլորտներում, այդ թվում նաեւ հանրային խոսքի վերահսկման տեսանկյունից, հանրային խոսքում այդ նորմալացումը։ Տեսեք, հարավային Կովկասի տարածաշրջանը դիտարկելիս Ռուսաստանի Դաշնությունը թեպետ վերջին տարիների ընթացքում կորցրել է իր այսպես մոնոպոլիան այս տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության տեսանկյունից, սակայն այնուամենայնիվ այն մնում է խոշորագույն խաղացողներից մեկը այս տարածաշրջանում։ Եվ այդ խոշորագույն խաղացողի այդ հարաբերությունների կարգավորումը անշուշտ անհրաժեշտություններից մեկն է, որը որ պետք է արտաքին քաղաքականության մեջ։ Երբ խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, այսինքն հարաբերությունները միաժամանակ կառուցելու մի քանի կենտրոնների հետ, այդ թվում այդ դիվերսիֆիկացիայի մեջ անշուշտ Ռուսաստանի Դաշնությունը ունի իր կարևոր դերը, որովհետև դիվերսիֆիկացիա չի նշանակում հարաբերությունները փչացնել մեկ կենտրոնի հետ եւ բարելավել մեկ այլ կենտրոնի հետ։ Եվ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ ամենայն
համենայն դեպս հայտարարությունների, պաշտոնական հայտարարությունների տեսքով հենց սա որպես գլխավոր լոզունգ է գնում, որ մենք չենք կառուցում մեր հարաբերությունները մեկ կենտրոնի հետ ի հաշիվ մյուս կենտրոնի։ Այն, որ այստեղ ճգնաժամ գոյություն էր, սա կարծում եմ ակնհայտ է, եւ այդ ճգնաժամը ինչպես երկկողմ, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հետ բազմակողմ հարաբերությունների մեջ էր դրսևորվում, սկսված օրինակ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի անդամակցության սառեցումից եւ վերջացրած երկկողմ սկանդալային հայտարարությունները, որոնք պարբերաբար կատարվում էին Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից։ Ուզում եք ասել, Եվրոպան արևմուտքը նորմալ կնայի, այն փաստին, որ մեր ու Ռուսաստանի հարաբերություններում նորմալացում է տեղի ունենում։ Նաև ուզում եք ասել, որ սա, ասենք այդ բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության այսպես լավ հաջողված օրինակներից մեկն է։ Ես չասացի, որ արդեն իսկ բալանսավորված են այդ հարաբերությունները, սակայն սա մի քայլ է այդ ուղղությամբ եւ այս քայլերը ավելի շարունակական են։ Այսինքն սա տեղավորվում է այդ քաղաքականության տրամաբանության։ Ինչ վերաբերում է ձեր հարցի մյուս բաղադրիչին, Եվրոպան կամ Արևմուտքը ինչպես կվերաբերի, գիտեք, ես կտարանջատեի, որովհետեւ նախ Արևմուտքը այսօր ինքնին երկփեղկված է Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ նրանց հարաբերություններում այն խորը ճգնաժամը, որ աստիճանաբար խորանում են, այն նաև իր ազդեցությունն է թողնելու մեր տարածաշրջանում երկու Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության քաղաքականության եւ այստեղ այդ երկփեղկումը նաև ուժերի որոշակի փոշիացում է իրենից ներկայացնում, հա, եթե 2 տարի առաջ Եվրոմիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող էին որևէ դիրքորոշման շուրջ գալ որոշակի կոնսենսուսի քաղաքական դիվանագիտական ճնշում կիրառել, ապա այսօր շատ ավելի դժվար է այսպիսի իրավիճակը պատկերացնելը։ Նույն Եվրոպային անդրադառնալիս այստեղ ընկալումները կարող են տարբեր լինել, որովհետև արևելաեվրոպական պետությունները, օրինակ Բալթյան պետությունները, Լեհաստանը ունեն շատ ավելի նուրբ վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին, քան օրինակ արևմտաեվրոպական երկրները կամ եվրոպական հարավի պետությունները, եւ այստեղ եւս տարբերությունները լինելու են ակնհայտ։ Այն, որ եվրոպացիները ըմբռնումով են մոտենում Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը այս տարածաշրջանին, կարծում եմ ակնհայտ է նաեւ եվրոպական մի շարք առաջնորդների հայտարարությունները, որոնք բազմիցս են հնչում, եւ այստեղ աշխարհագրությունը էական եւ կարեւորագույն տարր է։ Հայաստանի Հանրապետության տարբեր առաջնորդների կողմից բազմիցս այդ դրույթը առաջ է քաշվել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոմիության հետ այնքան մտերմության, որքան որ հնարավոր է։ Սակայն հաշվի առնելով Ռուսաստանը ըմբռնումով չի մոտենում, երբ մենք մի քիչ ջերմանում ենք արևմուտքի հետ։ Ռուսաստանի Դաշնության համար երկու կարևոր առանձնահատկություն գոյություն ունի։ Նախ իր դաշնակիցների ինտեգրացիան այլ պետությունների հետ Ռուսաստանի Դաշնությունում ընկալում է որպես դեզինտեգրացիա Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն այստեղ ոչ այնքան այդ համահավասարության մասին, այլ ընկալումների մասին, թե ինչպես են Ռուսաստանում այն ընկալում։ Մեր ինտեգրացիան կլինի Վրաստանի, Բելարուսի, թե Ուկրաինայի։ Միևնույն է Ռուսաստանի Դաշնությունում դա ընկալում են ոչ թե բարեկամական քայլ Հայաստանի կողմից Եվրոպայի հետ, այլ ընկալում են որպես դեզինտեգրացիա Եվրոպական միությունից։ Եվ սա քաղաքականությունը մշակելիս մշտապես պետք է հաշվի առնել։ Նաև դիվանագիտությունը մշակելիս այս քայլը եւս պետք է հաշվի առնել։ Երկրորդ ասպեկտը այստեղ կարևոր, որ կառանձնացնի, դա այն է, որ 22 թվականից եւ մինչեւ 22-ը նաեւ 14 թվականից սկսած ռուս-արմենիական հարաբերությունների լարման ժամանակաշրջանում ցանկացած քայլ Ռուսաստանի Դաշնությունը իր դաշնակիցների կողմից ընկալում էր որպես թշնամական ակտ իր հանդեպ կամ այստեղ փորձում էր դիտարկել որոշակի միտումներ։ Այսօր նաև մենք բաց հայտարարություններից Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեսնում ենք որոշակի վստահություն, ինքնավստահություն։ Հա, այսինքն, եթե դուք բարեկամանում եք այլ պետությունների հետ եւ դրանում չկա միտում, որ ուղղված է լինելու այդ բարեկամությունը Ռուսաստանի Դաշնության դեմ, ապա Ռուսաստանը դրա հետ հաշտ է։ 2 տարի առաջ, երբ առավել ակտիվ փուլում էր գտնում ուկրաինական պատերազմը, եւ Ռուսաստանի Դաշնության ուժերը առավել անինքնավստահ էին գործում մարտադաշտում, նման հայտարարություններ լսելը շատ դժվար կլիներ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարից։ Մյուս կարևոր իրադարձությունից խոսենք, Պաշտպանության նախարարի այցը Իրանի Հայաստան։ Ես ուզում եմ մեջ բերել խոսքերը Իրանի Պաշտպանության նախարարի Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ, թե Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի եւ Հայաստանի միջև ընդհանուր սահմանի նկատմամբ։ Եթե դիվանագիտական լեզվից ավելի պարզ լեզվի անցնենք, ինչ է սա նշանակում, որ եթե հանկարծ Ադրբեջան ընդունենք հարավային սահմանների մոտ գնա ինչ-որ արկածախնդրության, Իրանը մեր կողքը կկանգնի
թե չի կանգնի, ինչ կանի Իրանը։ Պաշտոնական Թեհրանի կողմից, տարբեր Թեհրանի ներկայացուցիչների կողմից պարբերաբար այս մեսիջը տրվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ դրա շրջանակներում առաջնահերթ հայ-իրանական սահմանի անխախտելիությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար կարմիր գիծ է։ Եվ այստեղ եւս մենք տեսնում ենք նմանատիպ մեսիջներ, ընդ որում ոչ միայն Պաշտպանության նախարարի, այլ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի կողմից, ով նույն օրերին նմանատիպ հայտարարություններ էր անում։ Սակայն այստեղ շատ կարևոր է դիտարկել նաև խնդրի երկրորդ հատվածը։ Այն, որ օրինակ միաժամանակ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում տեղի էին ունենում ադրբեջանա-իրանական զորավարժություններ։ Սա խոսում է Իրանի կողմից եւս բալանսավորված հարավային Կովկասում որոշակիորեն բալանսավորված քաղաքականություն վարելու մասին։ Ընդ որում, եթե Իրանի Իսլամական Հանրապետության կողմից մեծ մեսիջը այն է, որ ձեր տարածքային ամբողջականությունը հայ-իրանական կապերը մեզ համար կարմիր գիծ են, նմանատիպ մեսիջը տրում նաև ադրբեջանական հասարակությանը, երբ որ Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում համատեղ զորավարժություններ։ Այսպիսով Իրանի Իսլամական Հանրապետությունը եւս մեկ անգամ անխոս ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Ամեն դեպքում տեսեք հարցս որն էր ռազմական էսկալացիայի դեպքում Հայաստանի հարավում, Զանգեզուրի հատվածում Իրանը կներքաշվի ռազմական գործողությունների մեջ։ Այս խոսքերը ուղղակի պարզ լեզվով դա են նշանակում։ Մեսիջը ամենայն դեպս այդպիսին է, որ Սյունիքի հանդեպ ոտնձգությունները Իրանի Իսլամական Հանրապետության կողմից կստանան որոշակի պատասխան, սակայն դարձյալ մեսիջը միայն Հայաստանի Հանրապետությանը չի տրվում։ Միաժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է իր բալանսավորված քաղաքականությունը վարել նաև տարածաշրջանային այլ դերակատարների հետ, ինչպիսին է օրինակ Ադրբեջանը։ Ես կողմից տեսեք Ադրբեջանի հետ հարաբերություններում Իրանը կարծես թե որոշակի ջերմացում նշմարվում է, դուք այդ զորավարժությունները նշեցիք, մյուս կողմից Ադրբեջանը տեսեք ստիպում էր Իրանին, որ այդ մահապատժի դատավճիռը իրականացնի այն հանցագործի դեպ քաղաքացի, Ադրբեջանի քաղաքացի հանցագործի նկատմամբ, որը Իրանում Ադրբեջանի դեսպանատան ահաբեկչություններ կատարել եւ մարդիկ էին զոհվել եւ ի վերջո երկար սպասելուց հետո Իրանը գնաց այդ քայլին, հեսա ինչ որտեղ զիջում է գնահատվում քաղաքագիտական շրջանակներում, զիջում, չգիտեմ, մյուս կողմից ջերմացում Իրано-ադրբեջանական հարաբերությունների։ Իհարկե, եւ այստեղ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները եւս պետք է առավել համապարփակ դիտարկել, հա, որովհետեւ Իրանի քաղաքականությունը հարավային Կովկասում շարունակությունն է արտաքին քաղաքականության։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք ճնշումները Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, մենք տեսնում ենք ռազմական էսկալացիայի միտումներ Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, եւ այս տեսանկյունից Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է բալանսավորված քաղաքականություն վարել նաեւ իր հյուսիսային հարևանի Ադրբեջանի հետ, որպեսզի վերջինիս հնարավորինս զուսպ պահի, այդ թվում նաև աշխատելով ադրբեջանական հասարակության հույզերի վրա։ Մահապատիժը նաև դրա ցուցիչներից մեկն էր եւ այստեղ իրանցիները ցույց են տալիս, որ նրանք բավականին զգույշ քաղաքականություն իրականացնողներ են։ Եվ գանք Ռուբիոյի հայտարարությանը ես նորից ուզում եմ մեջ բերել, այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանի եւ Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչը Ադրբեջանին զերծ կպահի հարևան Հայաստան ներխուժելուց, այստեղ կարծում եմ կարևոր է, որ կոնկրետ նշված է Ադրբեջանին զերծ կպահի եւ ոչ թե Հայաստանին, այսինքն հավասարության նշան չի դրվում եւ ըստ էության սա նշանակում է, որ Հայաստան չունի տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ, ինչը Ադրբեջանը անընդհատ պնդում է։ Հաջորդը մենք ցանկանայինք կանխել դա նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարու է կանխել պատերազմները եւ մենք երկու երկրների հատկապես Ադրբեջան, տեսեք նորից շեշտվում է, հետ շփումներում փորձել են ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը պատերազմի մեջ չներքաշվելը օգուտներ կբերի, իսկ հակառակը ապակառուցողական եւ ավելի մեծ խոսքով կոնտեքստին դուք ծանոթ եք, ավելի վաղ էլ հայտարարել էր, որ պատերազմի վտանգը, հակամարտության վտանգը պահպանվում է։ Սա մտահոգիչ խոսք է, չէ՞, երբ նշում ես կողմից ասում են, որ Թրամփը հանձնարարու է։ Հիմա բարձր տրամաբանությամբ պետք է մտածել, մի կողմից Ամերիկան ասում է, որ պատերազմի վտանգը կա, մյուս կողմից ասում է, որ Թրամփը հանձնարարու է։ Այսինքն եթե հանկարծ պատերազմ է լինում, ստացվում է դա ուղղակի հարվածում է Թրամփի իմիջին։
Թրամփի իմիջին շատ տարբեր աշխարհաքաղաքական զարգացումներ են հարվածում առհասարակ, եւ եթե այստեղ փորձենք դիտարկել Թրամփի նախընտրական քարոզարշավը, որտեղ նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ որոշակի դրույթներ կային, ինչպիսին օրինակ Արցախից հայերի էթնիկ զտման վերաբերյալ խոսքեր ասում, որ ինքը երբեք դա թույլ չէր տա, որ հայերը լավ մարդիկ են եւ այլն։ Սա առաջին հերթին ուղղված է Թրամփի ամերիկյան էլեկտորատին բնականաբար եւ այնքան էլ արտաքին քաղաքականության մասին միայն արտաքին քաղաքականության մասին չէ։ Սակայն անհրաժեշտ է դարձյալ բազմաշերտ դիտարկել այն շահերը, որոնք որ հետապնդում է ամերիկյան վարչակարգը։ Առաջին հերթին դա հանրապետականների համար քվեարկող հայերի քվեներն են, որոնք որ գոյություն ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երկրորդ, Հարավային Կովկասը Հարավային Կովկասում ռազմավարական տեսանկյունից Միացյալ Նահանգների արտաքին գերակայությունը Ռուսաստանի Դաշնությանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը զսպելն ու հակակշռելն է։ Եվ այս տեսանկյունից հայ-ադրբեջանական հարաբերությունների որոշակի ստաբիլիզացիան բխում է ինքնին Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության, ապա այստեղ պարզապես փաստերի ֆիքսացիա է տեղի ունեցել ըստ երևույթին, այն որ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում Ադրբեջանի նկատմամբ որևէ ագրեսիա կիրառել, այստեղ կարծում եմ պետք չէ հետախուզական տվյալներ ունենալ, որովհետև ուժային բալանսը ստաստիկ խախտված է հօգուտ Ադրբեջանի։ Սակայն շատ կարևոր է այստեղ նաև այն գործիքակազմը հաշվի առնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի այս տարածաշրջանում պատերազմներ կանխելու համար։ Ակնհայտ է, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի բավարար դիվանագիտական եւ զուտ քաղաքական բավարար պաշարներ այդ զսպումը ապահովելու համար։ Այդ զսպումը այդ պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից փորձում է դրսևորվել նաեւ տնտեսական խոստումներով, խթաններով, առայն որ խաղաղության պարագայում այսքան ներդրումներ կկատարվեն, տարածաշրջանը կբարգավաճի եւ այլն։ Սակայն Ադրբեջանի պես պետությանը միայն տնտեսական խոստումներով եւ միայն քաղաքական ճնշումներով զսպելը բավականին դժվար է։ Այս տեսանկյունից ամերիկյան գործիքակազմը բավականին սահմանափակվել է վերջին տարիների ընթացքում մեր տարածաշրջանում։ Եվ վերջին դրույթը, հաշվի առնելով նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերումը Աֆղանստանից, Իրաքից, տարածաշրջանային պետություններից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ այդ զորքի չկիրառման սկզբունքը առհասարակ շատ ավելի են փոքրացնում այն գործիքակազմը, որ Միացյալ Նահանգները ունենալու է մեր տարածաշրջանում զսպման քաղաքականություն վարելու տեսանկյունից։ Շնորհակալություն։ Այսքան արգել հեռուստատոն էր մեր հյուրն էր քաղաքագետ Գոռ Պետրոսյանը։